Առաքելություն կուսակցության 3-րդ համագումարի հարգելի պատվիրակներ, հարգարժան հյուրեր, տիկնայք եւ պարոնայք, 2017 թվականը վճռորոշ գաղթորոշ տարի է 3-րդ հանրապետության համար, թեպետ եթե այսպես հետահայացնենք ցանկացած ընտրություններ վճռորոշ է եղել, որովհետեւ 25 տարվա ընթացքում շատ տրադիցիաներ չէ, որ հաստատվել են մեր երկրում, շատ ինստիտուտներ չէ, որ աշխատում են, ամեն ինչ այսպես գրում է շատ պայմանական խոցելի բնույթ, բայց եկեք անդրադառնանք անցնող տասնամյակին, ինչպիսի քաղաքական իրավիճակ ունենք, որպես հաշվարկի սկիզբ առաջարկում եմ ընդունել 2008 թվականը, քանի որ 2008 թվականից սկսած Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ զբաղեցնում է երկրի 3 սահմանադրական պաշտոնները՝ ազգային ժողովի նախագահի, վարչապետի եւ հանրապետության նախագահի։ Ուրեմն նայեք, թե ինչ արդյունքներ են գրանցել, ինչն է աճել, ինչն է զարգացել, ինչն է հետընթաց ունեցել։ Ուրեմն 2008 թվականից սկսած նաև 12 թվականի պարլամենտական ընտրություններ, 13 թվականի նախագահական ընտրություններ տեսել ենք մի շարք հրաշալի խոստումներ։ Տեսնենք դրանցից որն է իրականություն դարձել։ Ուրեմն Իրան Հայաստան երկաթգիծ իրականություն չի դարձել։ Նոր ատոմակայան իրականություն չի դարձել։ Երևան Ստեփանակերտ առաջին չվերթի առաջին ուղևոր իրականություն չի դարձել։ Ինչն է իրականություն դարձել։ Իրականություն է դարձել 350,000 ՀՀ արտագաղթած քաղաքացի։ Իրականություն է դարձել աղքատության աճը։ Իրականություն է դարձել գործազրկության աճը։ Իրականություն է դարձել պետական պարտքի այսպես մուլտիպլիկատիվ աճը։ Հիմա ես այդ ամենից ելնելով ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին առաջիկա ընտրություններում Հանրապետական կուսակցությանը ձայն տալու ոչ մի պատճառ չունի։ Ու ելնելով այդ ամենից ոչ մի պատճառ չունի Հայաստանի քաղաքացին Հանրապետականին ձայն տալու։ Ելնելով այդ ամենից ես գտնում եմ, որ առաջիկա ընտրություններում պետք է բոլոր պատասխանատու եւ առողջ քաղաքական ուժերը չեմ ասի թե քաղաքական նյուանսները մի կողմ դնելով, բայց ելնելով ամենակարևոր հրամայականից, որ մեր երկիրը հետընթաց է ապրում գրեթե բոլոր ցուցանիշներով, ելնելով ահա այդ մարտահրավերներից գնալ լայն համախմբումների, լայն դաշինքներ, որոնք առաջնահերթ պետք է լուծեն մի պարզ խնդիր։ Իրականություն դարձնել Հայաստանի Հանրապետության սահմանադրության իշխանությունը պատկանում է ժողովրդին դրույթը։ Ուրեմն, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդը չի ընտրում իր իշխանությանը, ոչ մի իշխանություն չի կարողանալու մեր երկիրը դարձնել այնպիսին, ինչպիսին որ մենք ուզում ենք տեսնել։ Իսկ մենք ուզում ենք տեսնել առողջ, մարդու օբյեկտիվ կարողությունների համար դրսևորվելու լայն դաշտ ստեղծող, իրավահավասար քաղաքացիների ազատ ու դեմոկրատ երկիր։ Եվ այս ամենը հաշվի առնելով ես գտնում եմ, որ առաջիկա քաղաքական իրադարձությունները լինելու են շատ թեժ, շատ, այսպես ասենք, ակտիվ, առաքելություն կուսակցությունը եւ նրա համակիրները կարծում եմ, որ ամենալավ մարզավիճակով են մոտեցել այս ընտրություններին, որովհետեւ ստեղծման օրվանից մենք եղել ենք շատ սկզբունքային, որևիցե տատանում, որևիցե տեղատվություն ու մակընթացություն մեզ չի շեղել մեր ուղուց։ Մենք էլ արտախորհրդարանական քաղաքական ուժն ենք, որը 14-15 թվականներին կանգնեց եռյակի կողքին եւ մինչեւ վերջ մնաց իշխանապողության իր պահանջին հավատարիմ։ Եվ ներկա դրությամբ էլ մենք ոչ թե խնդիր ունենք այս կամ այն անձին իշխանությունից հեռացնել ամեն կերպ եւ այս կամ այն անձին մի կերպ հասնել ինչ-որ իշխանության, այլ ստեղծել ժողովրդի քվեով իշխանության փոփոխության նախադեպ, որ ցանկացած նոր իշխանություն զգա, որ պահին ինքը չարդարացել ժողովրդի հույսերը, ժողովուրդը իրեն զրկելու է իշխանությունից։ Մենք ամենաառաջին նպատակը, որ կարծում եմ պետք է ունենանք, ահա այդ նախադեպի ստեղծումն է, որից հետո գալու է ազատ տնտեսություն, օրենքի գերակայության, չկոռումպացված դատարաններ եւ այլն եւ այլն։ Եվ
մի այսպիսի կարևոր հանգուցային նշանակության կետի կուզենայի անդրադառնալ, ես ձեռքբերումների ու բացթողումների մեջ մտածված կերպով անդրադարձ չունեցա ապրիլյան պատերազմի ժամանակ ունեցած մեր կորուստներին, որովհետև գիտակցում ենք, որ պատերազմական գործողությունները չեն ընթանում միշտ հարձակման կամ միշտ նահանջի ոգով, լինում են եւ առաջընթացներ եւ նահանջներ, սակայն մեզ համար կարևոր են ոչ թե հեկտարներով չափվող հողերը, այլ որ մենք չունենանք նման մեծ թվով մարդկային կորուստներ։ Եվ այդ ամենը հաշվի առնելով, նաև միանգամից անցում կատարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ այս կամ այն դիրքորոշումներին, կարող եմ ասել հետևյալը, որ մինչ մենք այսպես բանավիճում ենք, որ այդ տարածքների մի մասը զիջել, ստանալ խաղաղություն եւ կոնֆլիկտի լուծում, թե պահպանել ստատուս քվոն, ահա այդ ժամանակում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք միշտ չէ որ մեր օգտին են։ Ու մենք վստահ եմ կհամաձայնենք այն հարցում, որ եթե ոչ ամբողջական լուծումը, ապա գոնե հակառակորդին խաղաղություն պարտադրել մենք կարող ենք միայն այն դեպքում, երբ որ մենք այլևս սահմանից չլսենք, մեզ չհասնեն զանազան շշուկների մասին, թե զինվորը այս ինչ բանի կարիքն ունի, զինվորը այն ինչ բանի պակասն ունի։ Ուրեմն որ պահին, որ մենք տեսնենք, որ մենք ունենք առողջ, ամուր, զինված, վստահ եւ իրավահավասար զինվորներ, հավատացեք, որ մենք լուծելու ենք մեր մինիմում խնդիրը, մենք կարողանալու ենք Ադրբեջանի պարտադրել առնվազն խաղաղություն, առնվազն չհարձակվել, ոչ թե ինքնանպատակ ստատուս քվո։ Այս խնդիրները շահկապված են միմյանց, առանց Երևանում եւ մարզերում խաղաղության, իրավահավասարության, առանց օրենքի առջև հավասար քաղաքացիների այդ խնդիրները չեն լուծվելու։ Մենք պետք է ունենանք առողջ, ամուր հասարակություն, մենք պետք է ունենանք սեփական իշխանական կաբինետներ ուղարկող եւ այնտեղից հանող քաղաքացիներ։ Առաքելություն կուսակցությունը առաջիկայում անելու է ամեն բան, որ մենք ունենանք ահա այդ Հայաստանը։ Շնորհակալություն։